Ական 52 Ծակ գրպանով հարուստները 2000-ականների սկիզբը հաղորդակցման և կապի անցումային շրջան էր։ Մարդիկ բաժանվել էին երկու խմբի՝ ծնգցնողների և հետ զանգողների։ Ախպերս սոտովիտ տուր մի հատ ծնգցնեմ հետ զանգեն էլի։ Րոպեավճարը բավականին թանկ էր։ Սակագների դեմ պայքարող պատգամավորների ջանքերն ապարդյուն էին։ Այդ խոսակցությունների ֆոնին մարդիկ իրենց բերանից կտրում ու շարունակում էին կերակրել միակ օպերատորին, ոչ միայն կապի մեջ լինելու, այլ նաև ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար։ Հայկական ցուցամոլությունը նոր փուլ մտավ։ Հա ինչ անենք, որ րոպե չունենք, զաթո իմ սոտովին ավելի լավն է։ Այդ օրերին մարդիկ չէին ենթադրում, որ պրիստիժ համարվող այդ հեռախոսներին ապագայում պոպոկ ջարդի չէին ասելու։ Մեր հեռատես ընկերներից Հովոն ինստիտուտի բուֆետում հերթական կոֆեի շուրջ հավաքված ախպերության համար մի հետաքրքիր կանխատեսում արեց, որն այս օրերի մասին էր։ Տղեկ, հեսա ավարտելու ենք, ամեն մեկս կպնելու է իրա գործին։ Պսակվելու ենք, ընտանիք, երեխեք, գործ-մորձ, ուշ ենք տեսնվելու, բայց հեռախոսով խոսալը համարյա ձրիա լինելու, դաժե իրար տեսնելով ենք խոսալու։ Էդ ինչ այ Հով ջան, հեսա մի քանի տարի հետո սրանց գունավոր էկրաններով է հելնելու։ Թեպետ զգացվում էր, որ աշխարհը տեխնոլոգիապես պետք է զարգանար, բայց այս խելակորույս տեմպի մասին Հովոն մեզ ոչինչ չասաց։ Ով կպատկերացներ, որ բառի բուն իմաստով երեկվա տեխնոլոգիան վաղվանից ահագին հին կլինի, և նորի հետևից ընկնելու պայքարն արդեն անիմաստ կլինի։ Այս օրվա նորը վաղն արդեն հին է, և մենք պայքարից դուրս ենք։ Հովոն ասում էր, նույնիսկ բոմժերն են հեռախոս ունենալու։ Էլ չգիտեր, որ շատ մարդիկ հեռախոսի պատճառով բոմժ են դառնալու։ Նախքան բջջային կապի համատարած դառնալը այլընտրանքային կապի միջոց կար։ Դա այսպես կոչված ռադիոտելեֆոնն էր։ Ես ունեի, հայրս էր բերել Չինաստանից։ Ռադիոտելեֆոնի լսափողը մայր բնիկից 5 կիլոմետր շարավղից դուրս չէր աշխատում։ Իսկ եթե աշխատում էր, այդ նույն շարավղով հեռուստառադիո հաճախականությունը կաթվածահար էր անում։ Շենքից բողոքներ էի ստանում։ Այ Հարութ ջան, հեռախոսը տանջատի ֆուտբոլ նայենք էլի։ Հարութ ջան, լուրերի ժամին ոչ միտեղ մի զանգի, տենանք են Քոֆի Անանի ինչ ասեց։ Յահ, հար ջան, երեք ձենդ էլի մտել էր ռադիոյիս մեջ, լավ լուր լսեցի, սոտովի ես առնելու, հա։ Նախքան իզի քարտերի ի հայտ գալը դարձա սիմ քարտի բաժանորդ։ Սկզբում կապը անորակ էր։ Բազմաթիվ փորձերից հետո նոր միանում էր։ Կապը աստիճանաբար լավացավ, ու մի օր էլ այդ կապը ժողովրդի ձեռքն ընկավ։ Սկսվեց իզի քարտերի համաժողովրդական շարժումը։ Ախպերս սոտովիները են մինուտնի պալարոիդ ապարատի պրինցիպով են։ Քարտը էժան տալիս են, որ թանգով րոպե ծախեն։ Բջջային ունեցողների զգալի մասը այն որպես փեջեր էր օգտագործում։ Այստեղ տուժողը սիմ քարտապաններն էին։ Եթե բոլորին հետ զանգեիր, հարկայինը կընկներ հետևիցդ։ Շրջանառության մեջ մտան հեռախոսի կարմանչիկները։ Գոտուց կախված տարբեր ճաշակի, երբեմն անճաշակ այդ կարմանչիկները տեսադաշտում պահելու համար շատերը ձմռանը մրսում հիվանդանում էին։ Ամենատարբեր անհարմարություններ հաղթահարած 90-ականների մեր սերնդի առջև մեկը մյուսի հետևից ժամանցային վայրեր բացվեցին։ Կինո Մոսկվան ցուցադրեց Գլադիատորը։ Այն դիտեցինք նոր Dolby սիստեմով։ Յուրաքանչյուր օտար տերմին զարգացման նշան էր։ Վերջին անգամ 96 թվականին էի եղել կինոթատրոնում։ Դա Հրազդան կինոթատրոնն էր, որտեղ դասարանով դիտեցինք Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Չգիտեմ մեր դասեկը ինչ էր մտածել, բայց 12 տարեկան երեխաներին տարել էր դիտելու մի ֆիլմ, որը հետպատերազմյան շրջանում կյանքի թելը կորցրած կնոջ չարչարանքների մասին էր։ Երևի մի բան գիտեր։ Ինչևէ, նոր հազարամյակի կինոթատրոնում դիտած մեր առաջին ֆիլմը Մաքսիմուսն էր։ Երևանյան աղջիկները սկսեցին հաճախել նորաբաց ֆիթնես ակումբներ։ Տղերքը բազմաթիվ բիլիարդանոցներում հարյուրավոր սառը սենդվիչներ էին սպառում։ Շաքարաքլորն արդեն դարձել էր չուպա-չուպս, կարտոշկի ժարիտը ֆրի, կեգլին բոուլինգ, դիսկոտեկը քլաբ եւ այլն եւ այլն։ Ինտերնետ ակումբներում մթության մեջ նստած մականվան փոխարեն նիկնեյմ ստացած ջահելները տարբեր չաթերի միջոցով հեռվից հաղորդակցվելու եւ ապագայում մարդկային շփման պառակտման հիմքերն էին դնում։ Այստեղ կարող է լինել ձեր գովազդը։
Տրամվայները դարձան գովազդային վազող տողեր և որոշ ժամանակ անց տողադարձ եղան։ Տրամվայի գծերով ճղղացրած քշողները, նրանց թվում նաև ես, շատ տխրեցինք։ Երբեք չէինք պատկերացնի, որ ապագայում առանց գծերի քաղաքը նորից գծեր կունենա, բայց այս անգամ կարմիր, ինչպես մեր տետրերի լուսանցքներն են։ Ի տարբերություն փողոցային կարմիր լուսանցքի, տետրում լուսանցքը հատելիս մենք չէինք տուգանվում։ Քաղաքը դարձել է կայանատեղի։ Ժամանակակից վարորդները փարքինգում փարք անելուց հետո փարք են տալիս, որ տեղ գտան։ Արալավ այդ էլեկտրական մաշնեկի կայֆը որն է։ Եթե մատորի կոլցեկի ձենը չես լսում, հենա ասա տրամվայ է էլի։ Մի այսպիսի բան պատկերացնենք։ Եթե հնարավորություն լիներ այս ժամանակակից էլեկտրոմոբիլներից մեկով անցնեինք 92 թվականի քանդված ու քայքայված փողոցներով, հենց Կիևյան խաչմերուկի վրա մեքենան հովարային անջատում կունենար։ Էկրանին կարմիր տառերով կգրվեր «Լուսնի վրա մեքենա վարելն արգելվում է»։ Սթրեսակայուն սովետական մեքենաները նույնպես դժվար ճանապարհ անցան։ Այսպես աննկատ խոսքից խոսք նորից հայտնվեցինք 90-ականներում։ Այդ օրերի ամբողջ տեսածիս ու լսածիս մասին եթե անգամ 100 տարի գրեմ պատմեմ, միևնույն է չեմ հասցնի։ Վերջին 2-ականից կարելի է ենթադրել, որ շեշտը դնելու ենք 2000-ականների վրա։ Շտապ եմ տեղեկացնել, որ շեշտը մնալու է իր նույն տեղում, բայց եւ այնպես կխոսենք անկախությանը հաջորդող բոլոր տասնամյակների կարևոր եւ ցայտուն իրադարձությունների, դիպվածների եւ մարդկանց մասին։